Բարի երեկո արգել է հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է և ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանին։ Բարի երեկո տիկին Ղահրամանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հնարավորության համար, բարև ձեզ։ Երեկ Ուժեղ Հայաստան կուսակցությունը գրասենյակներ բացեց Հրազդան և Չարենցավան քաղաքներում։ Այս ընթացքում դուք հանդիպում եք քաղաքացիների հետ, շփվում նրանց հետ, հետաքրքիր է իմանալ քաղաքացիները Ուժեղ Հայաստանին համակրում են որպես նոր ընդդիմադիր ուժի, թե այստեղ ամեն դեպքում Սամվել Կարապետյանի գործոնը կա, դուք ինչ եք զգում։ Նախ ուզում եմ շեշտել մեր մարզային այցելությունների կարևորությունը և այդ այցելությունների նշանակությունը մեր շփումներում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մարզերում խնդիրները առավել խտացած են, քան Երևանում։ Մարզերում մեր քաղաքացիները նաև զրկված են ինֆորմացիան լիարժեք ստանալու հնարավորությունից, ուստի նրանց հետ ուղիղ անմիջական շփումները մեր ուժը չափազանց կարևորում է և եթե մենք փորձենք Ուժեղ Հայաստանի և Նարեկ Կարապետյանի գրաֆիկը ներկայացնել, 3-4 օր մենք անց ենք կացնում պարտադիր մարզերում ու սա շատ կարևոր է, նաև սպասված է մարզային մեր բնակչության կողմից։ Մենք այդ շփումների ընթացքում տեսնում ենք փոփոխության սպասումը, տեսնում ենք այլընտրանքի սպասումը և իհարկե այդ այլընտրանքը կապվում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, դուք իհարկե ճիշտ դիտարկում եք անում, նրա անձնական որակների, նրա ձեռքբերումների, նրա հաջողությունների և նրա կերպարի հետ է պայմանավորվում Հայաստանում փոփոխությունների իրականացման հնարավորությունը։ Երբ մենք խոսում ենք մարզաբնակ մեր հայրենակիցների հետ, նրանք ասում են մեզ աշխատանք է հարկավոր։ Մենք չենք ուզում մեկնել արտերկիր, մենք չենք ուզում օտար հողում աշխատել, մենք ուզում ենք մնալ, ապրել մեր գյուղում, ապրել մեր քաղաքում և ունենալ արժանապատիվ աշխատանք։ Սա ամենակարևորն է ու նաև ամենաառանցքայինն է Ուժեղ Հայաստանի ծրագրերում։ Մենք խոսում ենք 300,000 նոր աշխատատեղերի մասին ու շեշտում ենք հատկապես մարզերում ու այս քայլի իրականացումը երաշխավորվում է անձամբ Սամվել Կարապետյանի կողմից, մարդ, որը մեծ մասշտաբներ է գրավել աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման մեծ փորձ ունի և այդ մասշտաբները դուրս են Հայաստանի սահմաններից ու սա ամենակարևորն է։ Նաև գաղտնիք չէ, որ Հրազդան և Չարենցավան քաղաքները ժամանակին հարուստ արդյունաբերական անցյալ են ունեցել։ Արդյոք այս հանդիպումների ժամանակ բնակիչներին կոնկրետ այս քաղաքները զարգացնելու, արդյունաբերական անցյալը վերադարձնելու ծրագրեր ներկայացրել է Ուժեղ Հայաստանը։ Այո, դուք էլի շատ դիպուկ հարց եք տալիս, երեկ Չարենցավանում և Հրազդանում Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր ելույթի մի մասը հենց Հայաստանի արդյունաբերականացման խնդրին էր նվիրել ու հատկապես Հրազդանում և Չարենցավանում այս խնդիրը շատ ակտուալ է։ Մի պարզ օրինակ բերեց պարոն Կարապետյանը, օրինակ Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում։ Ունենալով նման ռեսուրս, ունենալով նման պոտենցիալ, մենք այսօր ցեմենտ ենք ներկրում Պարսկաստանից։ Մինչդեռ իշխանությունը, եթե մտածեր ժողովրդի մասին, եթե մտածեր տնտեսությունը զարգացնելու մասին և ոչ թե ամբողջ օրը սոցիալական ցանցերում կեղծ սրտիկներ ցույց տալու ու նվագելու մասին, երևի այս հարցը մենք չէինք ունենա։ Ի դեպ, մետալուրգիական գործարանի բացման մասին խոսեց Նարեկ Կարապետյանը, առաջիկայում դա լինելու է և եթե մենք խոսում ենք հիմա մասնավոր ներդրումների մասին ու ունենք այս ծրագրերը, պատկերացրեք, թե ինչ է լինելու, եթե արդեն այդ ամենը ավելի ինստիտուցիոնալ, ավելի համակարգված իրականացվի արդեն պետական մակարդակով ու սա այն կարևոր ուղերձներից մեկն էր, որ երեկ մենք հղեցինք մեր հայրենակիցներին։ Տեսեք, տիկին Ղահրամանյան, ձեր հայտարարություններում և նաև Նարեկ Կարապետյանն է շատ շեշտում, որ իշխանությունը բազմաթիվ խոստումներ է տալիս, բայց գրեթե ոչինչ չի անում։ Մինչդեռ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ վարչապետը, իշխող ուժը
տարբեր ճանապարհներ են բացում, դպրոցներ, մանկապարտեզներ։ Հիմա ինչպես է ստացվում, նրանք գործ են անում, թե ոչ։ Պարոն Նավասարդյան, դա գեղեցիկ փաթեթավորված, այսպես արտաքին շղարշն է, իսկ ներսում աղքատությունն է, 21.7% աղքատություն, ներսում գործազրկությունն է, ներսում հուսահատությունն է, որը մենք փոխելու ենք ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ միասին, իդեպ նրա նախապատրաստական հանդիպումը թիմակիցների հետ հենց այդ փոփոխությունները բերելու մասին էր, դուք տեսաք, որ Սամվել Կարապետյանը մինչև մեր քայլերին անցնելը գնահատեց ստեղծված իրավիճակը, գնահատեց, թե մենք ինչ ենք ժառանգում արդեն շուտով հեռացող իշխանություններից եւ այդտեղ առանցքային նշանակություն ուներ իհարկե տնտեսական վիճակը, աղքատության հաղթահարումը մեզ համար ռազմավարական նշանակություն պետք է ունենա եւ ելի կրկնեմ, սա երաշխավորում է մի մարդ, որը աշխարհի մակարդակով լուրջ հաջողություններ է գրանցել, որը իր փորձով ապացուցել է, որ կարող է իրականացնել այն խնդիրները, որոնք դնում է։ Չնայած բազմաթիվ հավաստիացումներին, ձեր թիմակիցները նաև այս տաղավարում տարբեր առիթներով նշել են, որ որևէ պարագայում Սամվել Կարապետյանը իր ձայնը չի փոխանցելու այլ ուժի, բայց իշխանությունը շարունակում է պնդել, որ Կարապետյանը չի կարող ոչ միայն падգամավորի տեխնացու լինել, այլև առաջադրվել որպես վարչապետի տեխնացու։ Ձեր թույլտվությամբ ես մի փոքրիկ հավելում անեմ նախորդ հարցի մասով եւ վերադառնամ այս հարցին, երբ դուք խոսեցիք ճանապարհների, դպրոցների կառուցման մասին, ես ուզում եմ հիշեցնել հատկապես սահմանամերձ գյուղերում դպրոցները փակելու մասին, գիտեք, այդ գեղեցիկ փաթեթավորման տակ այս հարցը բաց է մնում, բայց գնացեք գյուղեր, խոսեք մարդկանց հետ, երբ գյուղում դպրոց է փակվում, դա հավասարազոր է գյուղը դատարկելու հետ, ինչ վերաբերում է ճանապարհներին, եկեք խոսենք Երևանի փոսերից, նաև այդ կառուցվող ճանապարհների որակից, սա մասնագետները կքննարկեն, իսկ քաղաքական հարցով Սամվել Կարապետյանը առիթ ունեցել է նաև անձամբ նշելու, մենք էլ վերահաստատում ենք եւ մշտապես նշել ենք, որ մեր ձայները որևէ այլ տեխնացուի չենք տալու, հարգելի հայրենակիցներ, մեզ լսող հարգելի քաղաքացիներ, հակառակ պնդումները մանիպուլյացիա են եւ իրականության խեղաթյուրում, ուժեղ Հայաստանը գնում է մեծամասնություն վերցնելու, ուժեղ Հայաստանը գնում է փոփոխություններ բերելու եւ այդ փոփոխությունը իրականացվելու է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, նա է մեր տեխնացուն, տեխնիկական խնդիրը, որը դուք հիշատակում եք, լուծելի է, դրա մասին մեր մասնագետները, սահմանադրագետները, նաև սահմանադրության հեղինակները առիթ ունեցել են խոսելու, ես դրա մեջ չեմ ուզում հիմա մտնել, բայց շեշտում եմ, որ մեր օրակարգում ոչինչ չի փոխվել եւ չի կարող փոխվել մեր տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Իշխանությունը ձեր շարունակում է մեղադրել, որ բարեգործության անվան տակ, այսպես ասած, փող եք բաժանում, այսօր քննչական կոմիտեն եւս մեկ հրապարակում կատարեց, որ ապրիլի 11-ի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքեր են գրանցվել։ Ձեր մեկնաբանությունը։ Սամվել Կարապետյանը եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություն են իրականացրել 90-ական թվականներից ի վեր։ Բարեգործություն են իրականացրել համակարգային, բարեգործություն են իրականացրել ենթակառուցվածքներում, նրանք արժեք են ստեղծել, նրանք բարեկեցություն են ապահովել տարբեր ոլորտներում, երբ համապատասխան օրենքը ստորագրվեց նախագահի կողմից, մենք դա արձանագրեցինք եւ բոլոր բարեգործական ծրագրերը կասեցվեցին, դադարեցվեցին, քանի որ դա օրենքի պահանջն էր։ Այլ հարց է, թե այդ օրենքը ինչու այդ փուլում մտցվեց, եթե կար ժամկետը երկարաձգելու հնարավորություն, պիտի ավելի ուշ ստորագրվեր, դա հասկանում ենք, բայց ֆիքսում ենք, որ չի կարելի եւ անցնում ենք առաջ։ Մնացած ամեն բան իշխանության վարած քաղաքականության դրսևորումն է։ Գիտեք, հարյուրավոր նամակներ ենք ստանում այս շրջանում մեր Facebook-յան էջերին տարբեր օգնության խնդրանքներով։
սոցիալական հարցերով ու դրանք վստահաբար կարող եմ ասել ուղղորդված են այն հետապնդումների շղթան, որ մենք տեսանք անցած շաբաթների ընթացքում, հատկապես մեր կին թիմակիցների նկատմամբ ուղղակի դրա վառ ապացույցներ։ Նաև մեկնաբանվեց, թե ինչ հեռախոսազրույցներ են եղել իրականում, ինչ խոսակցություններ են եղել, այնպես որ ձեր հիշատակած դեպքը այդ նույն շղթայի մասն է։ Այստեղ ես կարող եմ մեկ բան ասել, իշխանության ձեռագիրը չի փոխվել, նա շարունակելու է իր ձեռքին գործիք դարձած իրավապահ համակարգը օգտագործել ընդդիմախոսներին ճնշելու համար, բայց ես պիտի հիասթափեցնեմ իրենց, մենք հետ չենք կանգնելու, մեր նախանշած ուղուց չենք շեղվելու եւ չենք վախենալու դրա վառ ապացույցը Սամվել Կարապետյանի 10 ամիս շարունակվող ապօրինի կալանավորումն է եւ եթե նա հետ կանգնելու լիներ այս վիճակում չէր գտնվի եւ այսօր անազատության մեջ չէր գտնվի։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հրապարակում իրականացրեց, որ ձեր թիմակից Արթուր Ավանեսովին բերման են ենթարկել այս հարցով կա որևէ նորություն։ Ես այս պահին մանրամասներին չեմ տիրապետում, մեր փաստաբանները իհարկե կտեղեկացնեն մանրամասների մասին, բայց վստահ եմ նույն շարքից է իշխանությանը հիմա պետք է փորձել ամեն գնով սևացնել ուժեղ Հայաստանին եւ նրա առաջնորդին, փորձել ինչ-որ տարաբնույթ քրեական գործեր կարել, որպեսզի ցույց տան, այ տեսեք ընտրակաշարք են բաժանում, այս մարդը բերման ենթարկվեց, այն մյուսը բերման ենթարկվեց, փորձում են ֆոն ստեղծել, որովհետեւ հասկանում են, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվել է իրական այլընտրանք եւ այդ այլընտրանքը ուժեղ Հայաստանն է Սամվել Կարապետյանի հետ եւ մի կարեւոր հանգամանք էլ գիտեք Արթուր Ավանեսյանին երևի կերազեին Բաքվում բերման ենթարկել փաստորեն այդ երազանքը իրականացնում է գործող իշխանությունը Բազմաթիվ փորձագետներ նշում են որ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել եւ նաեւ ձեր ընդդիմադիր գործընկերներից են հայտարարում որ այս իշխանությունը փողոցով եկել է եւ փողոցով էլ գնալու է դուք ընտրություններից հետո կամ մինչեւ այդ պայքարի նման տարբերակ փողոցային պայքար դիտարկում եք նմանատիպ խոսակցությունները սպասարկում են իշխանական օրակարգը ընտրություններով իշխանությունը կարող է փոխվել, եթե մեր քաղաքացիները ցուցաբերեն ընտրական ակտիվություն եւ գան ընտրատեղամասեր ու կատարեն իրենց ընտրությունը սիրելի հայրենակիցներ, օգտվելով առիթից, ես դիմում եմ ձեզ փոփոխությունը ձեր ձեռքերում է։ Ձեր ձայնը կարևոր է, ձեր քվեն կարևոր է ու կարևոր է, որ այդ օրը դուք երբ գնում եք ընտրատեղամաս, գիտակցեք, որ ձեր քվեարկությամբ դուք ընտրում եք ձեր եւ ձեր երեխաների ապագա 5 տարիների տեսլականը։ Ինչ վերաբերում է տարբեր սցենարներին, այո, մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, բայց ուզում եմ շեշտել, մենք գնում ենք մեծ ամասնություն կազմելու օրակարգով եւ այստեղ փոփոխություն չունենք։ Օրեր առաջ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել էր Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործին, նա հայտարարել էր, որ իր կարծիքով Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում եւ Կարապետյանն էլ քաղբանտարկյալ չէ։ Նրա կարծիքով, բայց այլեր իրավիճակը 2007-ին իր դեմ կատարվող գործողություններից։ Ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ես չեմ զարմանում ԿՊԱ-կան տարբեր ներկայացուցիչների տարբեր գնահատականներից, եթե իրենց լսենք, մենք Հայաստանի ամենազարգացող երկիրն ենք, ժող բաստիոնն ենք, բայց իրականությունը բոլորովին այլ է, իրականությունն այն է, որ ամեն օր մեր ուժից ներկայացուցիչների բերման են ենթարկում, փորձում են տարբեր քրեական գործեր կապել, իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է մեկ նախադասության համար, եկեղեցուն սատարող նախադասության համար, ազգային ինքնությանը սատարող նախադասության համար եւ իրականությունն այն է, որ այս իշխանությունը սահմանադրության բոլոր նորմերը խախտելով պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն։
սահմանադրությամբ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները տարանջատեն եւ որևէ քաղաքական իշխանություն իրավունք չունի որևէ միջամտություն ունենալ եկեղեցու գործերին։ Իդեպ ՔՊԻ նախընտրական ծրագրում եւս այս հակասահմանադրական միջամտության մասին դրույթ կա ու իրենք լավ կլինի սրա մասին մտածեն, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի քաղբանտարկյալ լինել չլինելու հարցին, գիտեք դա կպնչի, որ պետք է որակի, ամբողջ նաև արդեն միջազգային մամուլը հայտնի մասնագետներ, իրավաբաններ դրա մասին խոսում են եւ դա ակնհայտ է։ Եթե այդպես չէ, եթե իշխանությունը չի վախենում Սամվել Կարապետյանից, ես նրանց հարց եմ ուղղում, ինչու է նա շարունակում գտնվել տնային կալանքի ներքո, ինչու է նա շարունակում 10 ամիս գտնվել ապօրինի կալանքի տակ։ Տիկին Ղահարամանյան, եկեղեցի պետությունն այս լարված հարաբերությունների հետ կապված իշխանությունից հաճախ ասում են, որ ճիշտ է, սահմանադրությամբ գրված է, որ գործադիր դատական օրենսդիր մարմինները չպետք է խառնվեն հոգևոր իշխանության գործերին, բայց հղում են անում, որ այնտեղ կա նաև, որ հոգևոր իշխանությունն էլ քաղաքական իշխանության գործերին չպետք է միջամտի եւ ասում են կաթողիկոսը ժամանակին տարբեր փորձեր է իրականացրել։ Դուք որ գաք իշխանության, ինչպես է լինելու եկեղեցի պետություն հարաբերությունները։ Մենք իհարկե եկեղեցու ամրագրված սահմանադրությամբ ամրագրված դերակատարությունը հարգելու ենք, պահպանելու ենք եւ որևէ միջամտություն չի լինելու եկեղեցու գործերին։ Դուք խոսում եք մի իշխանության մասին, որի ղեկավարը WhatsApp հավելվածով, SMS-ով պաշտոնյաների է ազատում ու այդ թվում գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանություն ներկայացնող ԲԴԽ նախագահը առաջնային մանդատ ստացած падգամավոր է մանդատը վայր դնում, մենք հիմա ինչի մասին ենք խոսում, ակնհայտ է, որ Հայաստանում օրենքներն ու սահմանադրությունը ոտնահարված են, ակնհայտ է, որ Հայաստանում գործող իշխանությունը փորձ է անում հաստատել բռնապետություն, բայց ուզում եմ նաև պատմական փաստեր հիշեցնել, որևէ իշխանություն, որը ձգտում է դա իրականացնելու, հավերժ չի լինում։ Ժողովուրդը իր ձայնը ասելու է, իր բարձր ձայնը հնչեցնելու է հունիսի 7-ին եւ մենք տեսնելու ենք Հայաստանում իրական փոփոխություն։ Ապրիլի 25-ը Հայաստանում տարիներ շարունակ նշվում է որպես քաղաքացոր 2018-ից հետո։ Հրապարակում, Ամիրյան փողոցում քեֆ ուրախություններ, մարդիկ ուրախանում են, միմյանց շնորհավորում են։ Նարեկ Կարապետյանն ասում է, որ սա խաբված քաղաքացիորն է։ Իհարկե։ Ինչու՞։ Որովհետև եկեք նայենք կառավարության ծրագիրը, գործող ծրագիրը եւ դիտարկենք իրականությունը գետնի վրա։ Ինչ են խոստացել, ինչ են իրականացրել, սկսած անվտանգային հարցերից, Հադրութի դեօկուպացիա հիշում եք, տնտեսական հարցերից, աղքատության վերացում եւ այլն, որևէ ոլորտ դուք չեք գտնի, որտեղ ՔՊ-ն տվել է խոստում եւ իրականացրել է իր խոստումը։ 8 տարի շարունակ մենք ապրում ենք ստի ու կեղծիքի միջավայրում եւ երբ դուք խոսում եք համազգային տոնախմբության մասին, քեֆ ուրախության մասին, եկեք դիտենք այդ կադրերը։ Հայաստանի քաղաքացիներ ուրախանում, ինչ եք կարծում։ Գուցե իրենց մերձ շրջապատը, ՔՊԱ-կանները իրենց շրջապատով, բարեկամներով, ծանոթներով ուրախանում էին, բայց Հայաստանի հպարտ հարկատուն էր ուրախանում, Հայաստանի թոշակառուն էր ուրախանում, որը չէր կարողացել իր բաժին խորովածը գնել այդ խրախճանքից, որովհետև թանկ էր։ Այնտեղ հիմնականում զբոսաշրջիկներն էին, որոնք իդեպ եկել էին համերգ լսելու, մեծ մասը ես դիտում էի Իրանից եկած քաղաքացիներ էին, Ֆիլիպիններից եկած քաղաքացիներ էին, ռուս զբոսաշրջիկներ էին ու Հայաստանի քաղաքացիները, երբ որ լրագրողները նրանց մոտենում էին, հարցնում էին այդ ճակերտավոր տոնի մասին, ասում էին պատահաբար ենք անցել, աղմուկը լսեցինք, եկանք տեսնենք, թե ինչ է կատարվում։ Այնպես որ այդ տոն ասվածը հերթական կեղծիքն է,
Հայաստանի քաղաքացին այսօր այո խաբված է, Հայաստանի քաղաքացին այսօր անարժանապատիվ է ապրում իր երկրում, որովհետև իշխանությունը մտածում է միայն սեփական աթոռը պահելու մասին, այլապես նախընտրական շրջանում այսպես հապճեպ 10,000 դրամ թոշակը չէին բարձրացնի այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը զարմանում էր, ասում էր մեր թոշակառուները 10,000 դրամը ինչպես են ծախսելու, հիմա պարզվում է լավ էլ կարող են ծախսել, իդեպ մենք դրան ասում ենք ընտրաթոշակ, ակնհայտ է նպատակը որն է, այս համերգների խրախճանքի նպատակը որն է ու այդ հրապարակը, որ դուք տեսնում եք, գիտեք դրանք ՔՊ-ի համար չէին եկել, մարդիկ գնացել էին համերգ լսելու ու մեծ մասը կրկնեմ օտար երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ էին կամ Հայաստանում այստեղ արտագնաաշխատանքի եկած հնդիկներն էին, որոնց ես հարգանքով եմ վերաբերում, նրանք եկել էին, ուրախանում էին, սա էր ամբողջ պատկերը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահարամանյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։